Մինչև լրանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակը մենք բախվում ենք բարդ պարադոքսի։ Առկա է ամուր միջազգային շրջանակ, որը ճանաչում է ինչպես հակամարտությունների անհամաչափ ազդեցությունը կանանց վրա, այնպես էլ նրանց անփոխարինելի դերը խաղաղության հաստատման գործում։ Փարիզում ընթացող ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի բացման արարողությանը ելույթում ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։ Ըստ Արարատ Միրզոյանի, այնուամենայնիվ սկզբունքի և պրակտիկայի միջև անջրպետը դեռևս մեծ է։ Ամբողջ աշխարհում Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա և Անդին մենք ականատես ենք լինում այս ձախողման պատճառով առաջացած ծանր մարդկային կորուստներին։ Կանայք շարունակում են զգալ հակամարտությունների հետևանքները, կրելով կորստի և անվտանգության պակասի ծանր բեռը։ Հայաստանի համար մեր հավաքի խորագիրը եկել է խաղաղության ժամանակը խոր իմաստ ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, վերջ դնելով երկարատև հակամարտությանը, որը լի էր արյունահեղությամբ, բռնությամբ, մարդկային կորուստներով, տեղահանությամբ և շատ խոր տրավմաներով։ Երկու երկրներ այժմ աշխատում են ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և կարգավորել հարաբերությունները, անցնելով հաշտեցման դժվարին ճանապարհով։ Համոզված եմ, որ Հայաստանում ինձ այս պահին լսող կանայք կիսում են այն համոզմունքը, որ խաղաղությունն է բանալին, ապագա սերունդների համար այդ կորուստները կանխելու միակ բանալին։ Վստահ եմ նաև, որ այդ կանայք, լինի դա գիտակցաբար թե բնազդաբար, զգում են իրենց առանձնահատուկ դերը խաղաղության առաջմղման դժվարին առաքելությունում, այն ժամանակահատվածում, երբ վերքերը դեռևս շատ թարմ և ցավոտ են, պետությունը ամուր կանգնած է նրանց կողքին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ նույնիսկ լուրջ դժվարությունների պայմաններում մարտահրավերները ոչ միայն չեն թուլացել, այլ ընդհակառակը ավելի են ամրապնդել մեր երկրի վճռականությունը, առաջ մղելու գենդերային հավասարությունն ու կանանց դերի ամրապնդումը։ Արտգործնախարարը նաև թվեր է ներկայացրել։ Եթե նախկինում տեխնոլոգիական ոլորտում գերակշռում էին տղամարդիկ, ապա այժմ մեր երկրում այդ ոլորտում աշխատողների 30%-ը կանայք են, ինչը գերազանցում է համաշխարհային 20%-ի միջին ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ Հայաստանի կին գիտնականները կազմում են մեր երկրի հետազոտողների գրեթե 52%-ը, զգալիորեն գերազանցելով համաշխարհային միջինը 30%-ը։ Այսօր կանայք արդեն զբաղեցնում են մեր ազգային ժողովի մանդատների 36%-ը։ Առանցքային հաստատությունները, որոնք ավանդաբար ղեկավարել են տղամարդիկ, ներառյալ Արդարադատության և ներքին գործերի նախարարությունները, նաև գլխավոր դատախազությունը և վերջերս ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը այժմ ղեկավարում են կանայք։ Հայաստանը հանձնառու է առաջ մղելու կանանց առաջնորդությունը և հավասար մասնակցությունը դիվանագիտական ծառայությունում։ Հայաստանի դիվանագիտական ծառայությունում կանանց մասնաբաժինը կազմում է 44.4% և այս թիվը աճում է։ Արժանինքների վրա հիմնված այս մոտեցումը ներկայացնում է խորքային մշակութային փոփոխություն, ուղղված ավելի արդար և հետևաբար ավելի կայուն ու արդյունավետ պետության ձևավորմանը։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս գործընթացին, անսասան համոզմամբ, որ իրական առաջընթացը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հավասարության և ժողովրդավարության սկզբունքները լիարժեքորեն իրագործվեն և վերածվեն խաղաղության ու կայուն զարգացման տևական հիմքերի, եզրափակել է արտգործնախարարը։ Փարիզում կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հանդիպումը։ Նախարարները մտքեր են փոխանակել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման շուրջ։ Միրզոյանը և Բարոն անդրադարձել են տարածաշրջանային իրողությունների, այդ թվում օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու կարևոր զարգացումներին։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։